Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Քոչինյան, հետևելով այս նախընտրական շրջանին, սա վերջին օրն է քաղաքաշարժի, նախընտրական ինչպիսի տպավորություն ունեք, որակական առումներով արդյոք փոփոխություններ կային, հաշվի առնելով վերջին ընտրությունները, օրինակ 21 թվականի արտահերթ։ Գիտեք, մի քանի դիտարկում պետք է անեմ, ամենաառաջինը քանակությունը տեխնացուների մի կողմից վկայում է այն մասին, որ կա որոշակի ճգնաժամ Հայաստանի քաղաքական համակարգում, այն առումով, որ ուժեր, որոնք որ զրոյական հնարավորություն ունեն խորհրդարանական այդ անցողիկ շեմը հաղթահարելու մասնակցում են, ամենատարբեր նպատակներով, դրանք կարող են բիզնես նպատակներ, դրանք կարող են ճանաչելիության նպատակներ եւ այլն, բայց դա բացասական է հասնում ընդհանուր քաղաքական բովանդակության եւ մարդկանց կողմնորոշվելու հնարավորության վրա։ Ընդհանրապես 18 հոգանոց բանավեճ կազմակերպելը եւ տեխնիկապես եւ բովանդակային առումով անհնար է ուղղակի, որպեսզի այդտեղ լինի ուրեմն որակը այդտեղ չտուժի, այսպես ասենք, սա առաջինը։ Բայց այս մասով մի դիտարկում, արդյոք այս դեպքում գաղափարներ, եթե դրանք կան, ավելի շատ չեն քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալու համար։ Շատ կարևոր բան ասացիք, եթե դրանք կան։ Անցնենք առաջ։ Գնահատական չտանք, բայց դե մարդիկ հնարավորություն ունեն երկու ուժի գաղափար լսելու փոխարեն 18 ուժի գաղափար լսելու։ Իմ գործը գնահատական տալն է, եւ ես այդ գնահատականը տալիս եմ։ Հիմա ինչ վերաբերվում է ուրեմն բովանդակությանը, մենք ձեզ կարող ենք արձանագրել, որ կա սեղանին դրված 3-ից 4 հարց, եւ այսպես թե այնպես կուսակցությունները ըստ էության բաժանվում են երկու խմբի այդ հարցերին իրենց պատասխանի տրամաբանության մեջ։ Մեկ հարցը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացն է, եւ այն տրամաբանությունը այդ կարգավորման գործընթացի, որը հիմա կա։ Մարդկանց կարա տրամաբանությունը դուր գա, դուր չգա, բայց ինքը կա փաստաթղթավորված որոշակի շրջանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների, դա խաղաղության համաձայնագիրն է նախաստորագրված, դա սահմանազատման սահմանագծման գործընթացն է, դա կոմունիկացիաների ապաշրջափակումն է, այլևս ստորագրված թրիփ համաձայնագրով, հա։ Եվ քաղաքական ուժերը ունեն սրա նկատմամբ մոտեցում։ Կան քաղաքական ուժեր, որոնք որ իդեմս իշխանության եւ մի քանի լիբերալ կուսակցությունների, որոնք որ ցավոք սրտի այս պայմանությամբ իմ պատկերացմամբ չունեն շանս անցնելու ուրեմն անցողիկ շեմը, որոնք որ պաշտպանում են այս տրամաբանությունը եւ պատրաստվում են սա առաջ մղել։ Եվ կան այլ քաղաքական ուժեր, որոնք նույնպես ընդդիմադիր են եւ ունեն հնարավորություն հաղթահարելու ուրեմն անցողիկ շեմը, ուրեմն դրանք 3 ըստ էության միլիարդատերի կողմերից ստեղծված քաղաքական ուժեր են, դա էլ է հետաքրքիր իմիջիայլոց ֆենոմեն հայկական, որ հիմնական ընդդիմադիր ուժերը 3 միլիարդատերի կողմից է ստեղծվել։ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, հա, որոնք որ չեն կիսում խաղաղության գործընթացի ընտրամբանությունը, որը որ այս պայծությամբ կա, ստեղծված է, եւ որոնք այսպես թե այնպես կամ ռևիզիայի են փորձում եւ փորձելու ենթարկել խաղաղության գործընթացը կամ ամբողջությամբ ուրեմն փոփոխելու։ Իրանք ընդհանրապես տարբեր են դա ձևակերպում։ Մեկը ձևակերպում է, որ ինքը երաշխավորներ է ուզում, մեկը ձևակերպում է, որ ինքը փաստաթղթերը չի փոփոխելու, բայց չի էլ իրականացնելու։ Հա, երրորդը ասում է, չէ, գալու ենք վերաբանակցենք։ Այսինքն այսպես թե այնպես դրանք բոլորը այդ խաղաղության process-ի ռևիզիաներն են։ Ներողություն, որ կողմի փաստերն են հիմնավոր։ Այստեղ փաստերի մասին հələ ես չեմ հասել նրան, որն ավելի կողմի այս մասով, այս կետով, որ կողմի նպատակներն են կամ քաղաքական ծրագրերն են հիմնավոր։ Շատ լավ։ Դրա վրա կենտրոնանանք, նոր անցնենք առաջ։ Տեսեք։ Ուրեմն այս պայմանությամբ խաղաղության գործընթացի այն տրամաբանությունից, որը հիմա կա ձևավորված, որևէ շեղում կատաստրոֆիկ հետևանքներ ունենալու Հայաստանի համար։ Ուղղակի կատաստրոֆիկ։ Ճիշտ այնպես, ինչպես որ դա եղավ նախորդ բանակցային փուլում, երբ որ դեռևս 90-ականներին կար փուլային տարբերակը կարգավորման, Հայաստանում այդ հողի վրա եղավ պալատական հեղաշրջում, այդ փուլայինը նետվեց աղբամանը, դրանից որոշ ժամանակ անց Ղարաբաղը կորցրեց բանակցային կողմի իր կարգավիճակը, բերվեց այդ փաթեթայինը եւ այլն եւ այլն։ Հիմա դրա վրա չխորանանք, բայց փաստը մնում է փաստ, երբ որ այն ուժերը, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի, իշխանության էին, իրենք ստեղծել էին որոշակի երկակի իրավիճակ, երբ որ երկրի ներսում կար մի բանի քարոզ, իսկ երկրից դուրս կար բոլորովին այլ թեմայով բանակցություններ։ Եվ այս ամեն ինչից վեր կար միայն մեկ նպատակ՝ հնարավորինս երկարաձգել ստատուս քվոն հիմնականում ռուսական հովանավորության ներքո։ Երբ որ այդ մարդիկ խոսում են երաշխավորի ինստիտուտի մասին, իրականում իրենք խոսում են հովանավորով, ռուսական հովանավորով ստատուս քվոն երկարաձգելու մասին։ Այդ ստատուս քվոյի հավերժ երկարաձգումը մենակ մի տուժող է ունենում։ Դա Հայաստանի Հանրապետությունն է։ Որովհետև կոնֆլիկտը չի հանգուցալուծվում եւ հիմա դա երկակի ավելի մեծ պրոբլեմա լինելու Հայաստանի համար, որովհետև այդ կոնֆլիկտը չի հանգուցալուծվելու հիմա էլ առանց Ղարաբաղ։
Իսկ կոնֆլիկտը շարունակվելու է, կոնֆլիկտի բոլոր հետևանքները Հայաստանի համար իդեմս օրինակի համար շրջափակման շարունակվելու են առանց Ղարաբաղի։ Բայց եթե կոնֆլիկտի առարկան չկա, այս դեպքում Լեռնային Ղարաբաղը չկա, ո՞նց է շարունակվելու։ Առարկան շարունակվելու։ հարգելի Աննա, այնքան հեշտ կարա վերստեղծվի, օրինակի համար այս անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ ես ասեմ ավելին, օրինակի համար Ռուսաստանի համար բացարձակ տարբերություն չկա կոնֆլիկտի առարկան Ղարաբաղն է թե Սյունիքն է։ Բացարձակ ոչ մի տարբերություն չկա, որտեղ Ռուսաստանի համար խնդիրը այն է, որ կոնֆլիկտը լինի։ Թե այդ կոնֆլիկտի գորշ գոտին կամ այդ կոնֆլիկտի զոնան որտեղ է, ում տարածքում է։ Իրանք շատ խորը թքած ունեն։ Այդ քաղաքական ուժը երաշխավոր ասելով բացառապես Ռուսաստանն են հասկանում։ Բա ռուս միլիարդատերը կարող է Ֆրանսիան նկատի ունենա որպես երաշխավոր կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ուժը Հայաստանը Իրանի մասն էր խոսում։ Նորից եմ կրկնում, ռուս միլիարդատերը, ռուս օլիգարխը կարա բացի Ռուսաստանից այլ պետության որպես երաշխավոր պատկերացնի, այդքան միամիտ մարդ կա այս երկրում եւ այդքան Ռուսաստանը չճանաչող մարդ կա այս երկրում, որ մտածի, որ մարդը ում ամբողջ ունեցվածքը Ռուսաստանի դաշնությունում է, կարա բացի Ռուսաստանից ուրիշ երաշխավոր պատկերացնի, դա միամտություն չէ, դա անմտություն է նման բան համարել։ Բայց սա առաջին հարցն է հələ ընդհանրապես, հա։ Եվ նորից եմ կրկնում, ուրեմն խաղաղության ընթացիկ գործընթացից շեղումը Հայաստանի համար ունենալու է կատաստրոֆիկ հետևանքներ։ Երկրորդ, ուրեմն մի հարց էլ ես մասով տամ, իշխանության չվերընտրությունը դա այդ գործընթացից շեղում է։ Երեք ուժերը, որոնց ես նշեցի, եւ իրենք հրապարակային են դրա մասին խոսել, որ իրանք շեղվելու են այս գործընթացից, այ իրանց իշխանության գալը կատաստրոֆա։ Վերաբանակցումը օրինակ կամ ինչ-ինչ կետերի առաջ բերելը կամ հանելը դրանք շեղումներ են։ Այո։ Եվ երբ որ դուք ասում եք վերաբանակցել, դուք պետք է նաև ֆիքսեք ում հետ վերաբանակցել։ Այդ մարդը չի գնալու դատարկ դաշտում նստի ինքն իր այդ բանակցի հետ թեմա։ Ինքը դա բանակցելու է Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը նախ հայտարարել է, որ ինքը որևէ բան չունի վերաբանակցելու։ Եվ երկրորդը կա նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, կա ամերիկացիների հետ բանակցած եւ ստորագրած TRIP, եւ կա ստորագրված համանազատման համանագծման հանձնաժողովների կանոնադրություն։ Այստեղ վերաբանակցելու բան չկա։ Սա մանկապարտեզ չի, որ Այսօր ես որոշեցի, որ այս կետը չեմ ուզում, ես ուզում եմ փոխեմ այս կետը։ Այդտենց չի աշխատում։ Ասեմ ձեզ ավելին, վերջին 3 տարիների ամբողջ գործընթացը եւ այդ գործընթացում հաջողությունը գլխավոր գրավական այն էր, որ չկար որևէ երրորդ կողմ։ Եվ հիմա այդ մարդիկ վերել են սկսել են խոսել միջնորդից, երաշխավորից, նորից եմ կրկնում, նկատի ունենալով բացառապես Ռուսաստանի դաշնությունը եւ այդ տրամաբանության մեջ դա նշանակում է ստատուս քվո, ոչ թե խաղաղություն, որտեղ Ռուսաստանը երբևիցե հետաքրքրված չի եղել հայ-ադրբեջանական վերջնական կարգավորմամբ։ Ռուսաստանը հետաքրքրված է եղել իր վերահսկողության ներքո ստատուս քվոյով եւ գուցե մի քանի տասնամյակը մեկ այդ ստատուս քվոյի վերանայումներով, բայց ելի իր վերահսկողության ներքո։ Գործող իշխանության առաջարկը խաղաղության մասին է։ Գործող իշխանության գործնեությունը խաղաղության կարգավորման գործընթացն է։ Եվ դա մենք փաստացի տեսնում ենք վերջին 2 տարվա դինամիկայի մեջ։ Նորից կարող լինեն մարդիկ, այդ թվում նաև ես, ում այդ դինամիկայի արագությունը չի բավարարում, բայց հերքել, որ վերջին 2 տարվա դինամիկան հստակ մեր երկիրը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի հետ եւ կարգավորում Թուրքիայի հետ, անհնար է։ Կանք երկրորդ կետին։ Երկրորդ բլոկը դա ուրեմն Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտոր ասեմ, ուղղություն ասեմ, փիլիսոփայություն ասեմ, ուրեմն շատ երկար տասնամյակներ Հայաստանի արտաքին քաղաքականությունը իրականում եղել է մի բանի մասին, ամեն ինչ որ Ռուսաստանը կպահանջի արտապատվիրակել Ռուսաստանին, տալ Ռուսաստանին, այդ գույք պարտքի դիմաց, կառավարությունում նշանակումներ Ռուսաստանի համաձայնեցմամբ, ոչ թե խորը համապարփակ առևտրի շրջանակային համաձայնագրի ստորագրություն Եվրոպայի տալ Ռուսաստանի հետ Մաքսային միության ստորագրում եւ Եվրասիական տնտեսական միության մուտք մեկ գիշերվա ընթացքում, իսկ կատարել բոլոր այն պահանջները, որոնք որ կլինեն Մոսկվայից։ Դրա դիմաց ակնկալելով ստանալ անվտանգություն եւ պաշտպանություն։ 2020 թվականից մինչև 2023 թվականի ավարտի ուրեմն ողբերգությունները, որոնք տեղի են ունեցել այս երկրի հետ, եկան վկայելու, որ դա եղել է սխալ ռազմավարական հաշվարկ, որ ամեն ինչ տալով Ռուսաստանին դու չես ստանում դրա դիմաց անվտանգություն եւ պաշտպանություն։ Ընդ որում մենք դա սկզբից տեսանք Ղարաբաղի վրա, հետո տեսանք արդեն բուն Հայաստանի Հանրապետության տարածքների վրա, չգիտես ինչի բոլոր ռուսամետների մոտ, ոնց որ ասած ուղղակի այդ ուղիղի այդ մասը չի աշտում, չեն ուզում հիշել, որ 21-ին եւ 22-ին եղել է ուղիղ հարձակում Հայաստանի Հանրապետության վրա, մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա, որ գտնվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության եւ հայ-ռուսական համատեղ պայմանագրի պատասխանատվության ներքո, եւ մենք ունեցել ենք 0 արձագանք մեր դաշնակիցներից։
Որոշներն կան ասում են, բայց մենք կռվել ենք, որ մեզ գային օգնության հասնեն, բայց այդքան զոհ ոնց ենք տվել, որ չենք կռվել։ Բա հակառակորդը այդքան զոհ ոնց է տվել, որ մենք չենք կռվել։ Սա եղել է սխալ հաշվարկ։ Դրանից անդին 23 թվականից հետո կա նոր ռազմավարական մոտեցում, որը որ այսօրվա իշխանությունները անվանում են բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Սա շրջադարձ չէ դեռևս դեպի արևմուտք, սա փորձ է զարգացնել հարաբերություններ հնարավորինս մեծ թվով այլ գործընկերների հետ եւ մենք սրա ապացույցները ունենք, որովհետեւ այնպես չի մենք մեր ամբողջ օրինակի համար զենք զինամթերքը ձեռք ենք բերում արևմուտքից, ավելին դրա մեծ մասը մենք ձեռք ենք բերում Հնդկաստանից, մենք ձեռք ենք բերում Չինաստանից, Իրանից, այլ պետություններից եւ այլն եւ այլն։ Մենք մեր տնտեսական հարաբերությունները այնպես չի որ հիմա զարգացնում ենք էքսկլյուզիվ կերպով արևմուտքի հետ։ Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ծոցի երկրներին, մենք սկսում ենք զարգացնել մեր հարաբերությունները կենտրոնական Ասիայի երկրների հետ, Հնդկաստանի հետ, Հեռավոր Արևելքի հետ եւ այլն եւ այլն։ Սա շատ լավ իրականում հասկանում են Ռուսաստանում եւ այն բոլոր խոսակցությունները թե այ Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, դուք պետքա կողմնորոշվեք, դուք ԵՄ եք ուզում թե ԵԱՏՄ եք ուզում, դա թոս փչոցի է։ Նորից եմ կգնում, Ռուսաստանում շատ լավ հասկանում են մենք ինչ ենք ասում, մենք ինչ ենք անում։ Մենք փորձում ենք մեր կախվածությունները նվազեցնել եւ մենք փորձում ենք մեր տնտեսական, քաղաքական, ռազմատեխնիկական, ուրեմն կապերը, հարաբերությունները բազմազանեցնել։ Սա բնականաբար չի ելնում Ռուսաստանի շահերից եւ Ռուսաստանը ակտիվորեն դրա դեմ պայքարում է։ Եվ հիմա երբ որ ես ասում եմ, ստեղ էլ կա երկու մոտեցում, կա երկու քաղաքական մտքի ճամբար ըստ էության Հայաստանում։ Մի ճամբարը ասում է. Գուցե 3, մի մասը ռուսական, մի մասը արևմտյան եւ մի մասը կամ մի ուղղությունը կոնկրետ ձեր ասած բալանսավորման։ Իսկ այդ արևմտյան ով է, ինձ անուն կասեք, արևմտյան ճամբարի ներկայացուցիչ չկան։ Չէ։ Հանրապետություն կուսակցությունը։ Շանս չունի անցնելու խորհրդարան։ Դուք դիտարկում եք բացառապես հնարավոր շանս ունեցողներին, իսկ ես ընդհանուր կոնտեքստում եթե միգուցե այս անգամ անակնկալներ լինեն եւ ավելի բազմազան խորհրդարան եւ օրինակ ձեր բրած օրինակով հանրապետություն կուսակցություն անցնի։ Դե ոչ միայն եկելի կան արևմտյան։ Եվ ես շատ կուզեմ որ արևմտյան ուժեր լինեն, որոնք անցնեն ապրոարևմտյան ուժեր լինեն, որոնք անցնեն խորհրդարան, բայց այս պայծրությամբ ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Եվ ես խոսում եմ խորհրդան անցնելու հնարավորություն ունեցող ուժերի մասին։ Հիմա կա երկու ճամբար նորից։ Մի ճամբարը, որ պաշտպանում է այս նոր արտաքին քաղաքական փիլիսոփայությունը եւ գիծը, եւ մյուս ճամբարը, որը որ ասում է, չէ, մեկ ապտի գնանք անենք ամեն ինչ որ ասում է մեզ Ռուսաստանը, կարող է մեզ պաշտպանեն։ Ընդ որում այդ երկրորդ ճամբարի մեջ կա երկու տարբերակ, թե ինչ են մարդիկ այդպես ասում։ Կամ այդ մարդիկ տարապում են Ստոկհոլմյան սինդրոմով, երբ որ քեզ առևանգողը, տանջողը, ինչ ասես անողը, բայց մեկը դու ես մեղավոր, որ իրան ջղայնացրել ես, հա, կամ այդ մարդիկ ունեն այլ ոչ քաղաքական կախվածություններ եւ կապվածություններ Ռուսաստանի հետ, որը որ ազդում է իրենց քաղաքական շահերի կենտրոնն այդտեղ է։ Սա երկրորդ հարցերի բլոկն է ըստ էության։ Երրորդ ուրեմն բլոկը հարցերի, դա Հայաստանի ապագան է, ինչպիսի պետություն ենք մենք այստեղ ուզում կառուցենք, արդյոք ուզում ենք մենք ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացում, օրենքի գերակայություն, ուրեմն զսպումների եւ հավասարակշռումների համակարգի կատարելագործում եւ այլն եւ այլն։ Ցավալիորեն առաջին երկու հարցերը այնքան դոմինանտ են գտնվել այսօրվա մեր քաղաքական դաշտում, որ այս երրորդ հարցը ըստ էության մղվել է ամբողջությամբ երրորդ պլան։ Ու սրա ես կարամ օրինակը բերեմ։ Տեսեք, այս նոր սահմանադրության թեմատիկան, որ հիմա այսքան քննարկվում է, չէ, ինքը էլ չկա էլ, բայց ինքը արդեն որ այսքան քննարկվում է, ես երաշխավորվում եմ, երբ որ տեքստը հրապարակվի, ամբողջ քննարկումը լինելու է մի կետի վերաբերյալ, հռչակագրի վերաբերյալ։ Մինչդեռ հարգելի հեռուստատողներ, սահմանադրությունը ինքը մենակ այդ կետի մասին չի, սահմանադրությունը մեր ձեր բոլորիս ամենօրյա կյանքը պետություն մարդ հարաբերությունները կարգավորող ամենագլխավոր ամենահիմնական փաստաթուղթն է։ Եվ այնտեղ մենակ դա չի որ պետքա բանավիճվեր։ Ես դες ասեմ ավելին այնտեղ շատ ավելի կարևոր բաներ կան, որոնք պետքա լիներ հիմնական քննարկման առարկան։ Բայց այս օրինակի վրա ես ուզում եմ ցույց տալ, որ այս երկու հարցերը, հա, խաղաղություն եւ արտաքին քաղաքականության վեկտոր, նորից եմ կգնում, այնքան դոմինանտ են դարձել մեր քաղաքական դիսկուրսում, որ առնվազն ոչ պակաս ավելի կարևոր հարցերը, իսկ իրականում ավելի կարևոր հարցերը, թե մենք ինչպիսի պետություն ենք այստեղ ուզում, ինչպիսի տեսլական ունեն այդ քաղաքական ուժերը այդ պետության որպիսության վերաբերյալ, համերաթե քննարկման առարկա չեն լինում։ Օրինակ այդ բանավեճերի ժամանակ, եթե մենք տոկոսային հարաբերակցություն վերցնենք, թե որ թեման ինչքան է քննարկվել, այն դեգեներատ թեմաները, օրինակ համար 300,000 ադրբեջանցիների վերադարձ, որ մատից ծծած թեմա է, այդպես թեմա չկա աշխարհի երեսին ուղակի,
Երևի կարող է 40%-ը եթերային ժամանակի այդ թեման քննարկված լինի, իսկ իմ նշած թեմաները 2-3% լավագույն դեպքում ֆիքսացրել են։ Դե ամեն ինչ այդ աղմուկ հանած թեմաներն են, որ հետաքրքրության առարկա են դառնում, ոչ միայն հանրության, այլև նույն քաղաքական գործիչների կողմից։ Կարա բովանդակություն ունենա։ Բայց կոնկրետ այս դեպքում աղմուկ հանած թեման բովանդակություն չունի։ Դա բանա, fake է, հասկանում եք, fake հայտարարություն վրա։ Նույն այդ քաղաքական ուժը, որի մասին դուք խոսում եք, կարծես թե իր ամբողջ քարոզարշավը կառուցեց հենց այդ ձեր ասած կեղծ նյուզի վրա։ Այո, ես էլ եմ դա ասում էլի։ Դե բայց դա մարդիկ ոնց որ լսում են։ Դե լավ չեն անում որ լսում են։ Ես ճիշտ ասած չեմ հավատում որ մարդիկ դա լսում են։ Այլ բան որ դրա վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվում, դա փորձում է անդադ այդ կներեք ռուսերենով ասեմ, ռասկրուտկա, հա, այդ բանանել, կյանք տալ դրան, փող դնել դրա մեջ, փորձել դա առաջ մղել, բայց ես չեմ կարծում որ դա ստացվում է իրանց մոտ։ Երկընտրությունները ցույց կտան, դա ստացվում է իրանց մոտ թե չէ։ Լավ, ընդհանուր եթե գնահատենք բովանդակային առումով, սրանք ավելի որակյալ ընտրություններ չեն կարող լինել, գաղափարական տեսանկյունից չեն կարող լինել, քան 21-ին։ Ցավալիորեն ոչ, եւ մենք գտնվելու ենք անընդհատ այս նույն շրջափուլի մեջ, անընդհատ գտնվելու ենք այդ թալանչի դավաճան գողփիսո քաչալշուն խոսույթի մեջ, քանի դեռ Հայաստանում մի փոփոխություն տեղի չի ունենում, դա ժողովրդավարական, բայց միևնույն ժամանակ ուժեղ ու ընտրվելու ունակ ընդդիմության ձևավորումն է։ Երբ որ օրվա իշխանությունների այլընտրանքը ոչ թե օրվա իշխանություններից էականորեն ավելի վատն է, այլ առնվազն նույն մակարդակի ժողովրդավարական մշակույթ եւ առաջարկություններ բերող ուժ է։ Տեսեք, մենք ունենք ժողովրդավարական ընդդիմություն, որը շանս չունի անցնելու խորհրդարան, եւ ունենք ոչ ժողովրդավարական ընդդիմություն, որը շանս ունի անցնելու խորհրդարան։ Որտեղ շատ ռեսուրս ունի։ Որտեղ շատ ռեսուրս ունի։ Եվ իմ ասածը որն է, մեր խնդիրները սկսել են լուծվել ժամանակ, երբ որ այս երկուսը կհամատեղվի, մենք ունենք ընդդիմություն, որը եւ ժողովրդավարական կլինի, եւ կունենա շանս անցնելու խորհրդարան։ Սա իր հերթին երբ կլինի, երբ որ այ անօրինական կապիտալը, որը որ շատ լուրջ ազդեցություն իմ կարծիքով ունեցավ այս ընտրական փուլի վրա, մեր օրենսդրությունը ես կարծում եմ շատ թերի է կարգավորում կուսակցությունների ֆինանսավորման հարցերը եւ նախընտրական պայքարի հարցերը, տեսեք, ուժերից մեկը մինչեւ իր քաղաքական ուժ դառնալը միլիոնավոր դոլարների ըստ էության նախընտրական քարոզ արել որպես հասարակական կազմակերպություն կամ որպես շարժում։ Ես չգիտեմ իրանք այդ ժամանակ իրավաբանական անձը ոնց էր, բայց հաստատ կուսակցություն չէր։ ՀԿ էր։ Ուժեղ Հայաստանի մասին խոսում, ՀԿ էր։ Հիմա տեսեք, սա ինչ է ստացվում, որ այն օրենքները, որոնք որ կարգավորում են կուսակցությունների ֆինանսավորումը, իրականում գալիս վերաբերվում են մի իրավաբանական անձի ու վերջի մի ամիսը, իսկ այդ մի իրավաբանական անձից դուրս ու այդ վերջի մի ամսից ավելի երկար ժամկետում ով ինչ ուզի, ոնց ուզի կարա անի։ Այստեղ մի խնդիրը, ինչպես նշեցի, այդ անօրինական կապիտալն է, բայց կա նաև երկրորդ խնդիրը՝ օտարերկրյա կապիտալը, որը իրականում գուցե ավելի մեծ խնդիր է։ Մենք այս անգամ տեսանք, վկա դարձանք, որ Հայաստանում ընտրական գործընթացները դարձան, եթե շատ նեյտրալ ձևակերպենք, աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստ, իսկ եթե ավելի կոնկրետ նկարագրենք, Ռուսաստանի Դաշնությունը գրեթե բոլոր մեթոդներով սկսեց միջամտել Հայաստանում ընտրական գործընթացներին։ Բայց ազդեցություն ունեցավ։ Դե ազդեցություն չունենար, ձեր այն երեք ուժերը, որոնք ես հիմա ասում եմ, հիմնական տեխնացուն են բանի շեմը հաղթահարելու, անցողիկ շեմը հաղթահարելու, չէին լինի այդ տեխնացուները։ Այդ մարդիկ ինչ են առաջարկում։ Մարդիկ ինչ են ասում։ Այդ մարդիկ ինչ ինտելեկտի տեր են։ Այդ մարդկանց այդ երեքից ով խոսում է եթերում, դառնում է մեմի առարկա։ Իրանք բացի այդ ֆինանսական ռեսուրսներից ինչ ունեն առաջարկելու։ Ոչ մի բան։ Նման պարագայում դուք կարող եք գնահատել կամ մենք կարող ենք գնահատել, որ արտաքին ազդեցություն ունեցել են ամեն դեպքում ընտրությունների վրա։ Միանշանակ ունեցել են։ Նախ ֆիքսում ենք, որ երբևիցե այս քանակությամբ չի եղել արտաքին ազդեցություն, եւ ֆիքսում ենք, որ երբևիցե այսքան ազդեցություն չի ել ունեցել։ Ռուսաստանը, ես նույնիսկ եմ ուզում կրկնել, բոլոր հնարավոր մեթոդներով միջամտել այս ընտրություններին, ընդ որում վերջին 2 շաբաթը, երբ որ հասկացել է, որ իր պրոքսիները ըստ էության ամեն ինչ ոտին են գցել ու ոտները ոչ մի բան չի ստացվում, սկսել է արդեն ուղիղ ուրեմն աշխատել եւ այս առևտրային պատերազմները Հայաստանի դեմ, այս ամենօրյա հայտարարությունները ռուսական պաշտոնյաների կողմից ըստ էության վերջին մի քանի օրը Ռուսաստանը ինքն է դարել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների տեխնացու։ Ամբողջ պահվածքը Ռուսաստանի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների տեխնացուի պահվածքը, այն որ ստեղ անում եք այդ բանավեճը, այդտեղ կարող մի մեկը լինել Ռուսաստանի Դաշնությունը։ Պարոն Քոչյան, նպատակը ո՞րն է։
որ այդ պրոռուսական ուժերը անցնեն խորհրդարան որպես ընդդիմադիր, թե որ իշխանափոխություն տեղի ունենա։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանում մշակվել էր երկու պլան մաքսիմում եւ պլան մինիմում։ Պլան մաքսիմումը եղել է ուրեմն այո իշխանափոխությունը Հայաստանում եւ իրենց շատ ավելի հաճո եւ իրենց պլանները կիսող կամ իրենց պլանները ոչ թե կիսող, այլ իրենց պլանները կատարող իշխանության ձևավորում Հայաստանի Հանրապետությունում, այն առաջի երկու թեմաներով, որոնց մասին բավական երկար խոսեցինք։ Եվ պլան մինիմումը եղել է առնվազն խորհրդանում 1/3-ը զբաղեցնելը, թույլ չտալու համար, որպեսզի ձևավորվի 2/3-ի իշխանություն կամ սահմանադրական մեծամասնություն ունեցող իշխանություն եւ բլոկավորելը Հայաստանում սահմանադրական փոփոխությունները։ Սա եղել է պլան մաքսիմում եւ պլան մինիմում։ Եվ որ բայց Ռուսաստանը սկսեց ինքը միջամտել, այսինքն իր երեսով, իր ուրեմն պորտֆոլիոյով արդեն մասնակցել է սրույցների, որ հասկացա, որ ոնց որ թե երկու պլաններն էլ իր կամակատարները, իր ուրեմն օժանդակները տապալել են, ոտերին են գցել։ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է գրավոր դիմելու ԿԸՀ-ին, որպեսզի արգելվի Սամվել Կարապետյանի ուժի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքների մասնակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Սա արդյոք հնարավոր սցենար է թե ոչ եւ օրենքն ինչ է ասում։ Այն հայտարարությունները հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառքների վերաբերյալ դրանք արդյոք տալիս են այն հիմքը, որ կարող է այսպիսի իրավիճակ լինել, որ գոնե ասենք ուժեղ Հայաստան Ես կարծում եմ ձեր հարցը ամեն դեպքում ավելի շատ իրավաբանի համար նախատեսված հարց է, որտեղ ինքը պահանջում է կոնկրետ ուրեմն օրենսդրական գիտելիքներ եւ գնահատականներ, ես ին վրա նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել, բայց ես կարող եմ հարցին քաղաքական համատեքստում փորձել պատասխանել։ Տեսեք, դա լավ զարգացում չի լինի, ես կարծում եմ Հայաստանի համար, որովհետեւ ամբողջ ուրեմն նախընտրական փուլը անցել է այս դրամաբանության մեջ եւ ձեր նշած բացահայտումները 3 չեն եղել, 3 չէ նախորդ օրը չեն եղել, դրանք տևել են 1.5 ամիս եւ եթե անգամ նման որոշման կայացման նախապայմաններ կային, դա կարելի էր անել ավելի շուտ։ Հիմա բերել լռության օրվա նախորդ օրը արգելել երկու կուսակցությունների մասնակցությունը, ես կարծում եմ Հայաստանի համար կլինի իսկապես լուրջ քաղաքական սթրես եւ հետադիմական քայլ։ Միևնույն ժամանակ ես նաեւ շատ լավ հասկանում եմ այն մարտահրավերները, այն խնդիրները, որոնք որ օտարերկրյա ծառայությունների եւ օտարերկրյա ֆինանսավորման ներքո բերվել են այս ընտրական գործընթացի մեջ եւ կարող են ունենալ Հայաստանի համար ճակատագրական հետևանքներ եւ որպես այս երկու ոնց որ ասած կշերքի նժարների միջև լուծումը որն է, ես կարծում եմ լուծումը հայ ժողովրդի հավաքական իմաստության վրա հույս դնելն է։ Կարծում եք մարդիկ հետաքրքրված են մեծ քանակությամբ կմասնակցեն այս ընտրություններին, թե նախորդ ընտրությունների ժամանակ էլի քիչ կգնան։ Եթե ես ճիշտ եմ հիշում, նախորդ անգամ 54% ա եղել մասնակցությունը, եթե ես ճիշտ եմ հիշում։ Ես ավելի քիչ եմ հիշում, գուցե ես եմ սխալվում, բայց 40% եմ հիշում։ Ես էլ չեմ պնդի, պայմանավորվենք 40-ից 50%, հա, սահմանում ա եղել մասնակցությունը, ընդհանուր առմամբ դա իմ պատկերացմամբ նույնը կրկնվելու է այս անգամ, այսինքն մոտավորապես նույն ռացիոյում ենք տեսնելու ուրեմն մասնակցությունը, ինչը բայց դրա տոկոսը ինչ որ կերպ կազդի ելքի վրա թե ոչ։ Այո, բոլոր հարցումները ցույց են տալիս։ Ինչքան շատ մարդ մասնակցի, ելքը ինչպիսին է կլինի եւ ինչքան քիչ մասնակցի, ինչպիսին է կլինի։ Բարդ այդ կոնկրետ դրան շատ կոնկրետ պատասխանել չեմ կարող, բայց կարող եմ պատասխանել, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մասնակցելու քանակի հետ համատեղ փոխվում է արդյունքները, այսինքն այնպես չի, որ 60% մասնակցություն եւ 40% մասնակցությունը համամասնորեն նույն պատկերն են տալիս։ Մասնակցության ավելացումը ազդում էր քաղաքական ուժերի ուրեմն հնարավորությունների փոփոխության վրա, բայց այ կոնկրետ թե ինչ տոկոսը ինչ է նշանակում ուժերի համար, ես այդ հարցին այսպես չեմ։ Բայց ինչ եք մտածում, հիմնական քաղաքական ուժերի թեզն այն էր, որ իրենք փորձում են աշխատել այն չկողմնորոշված զանգվածի վրա, որ ոչ այս կողմն է ուզում, ոչ այն կողմն է ուզում, այդ չկողմնորոշված զանգվածին որևէ քաղաքական ուժ կամ ուժեր կարողացել են համոզել։ Այդ չկողմնորոշված զանգվածի ուրեմն դիրքորոշումը մենք մենակ մի երևի թե այսպես ուղիղ ցուցիչ ունենք թե որն է, դա հարցադրումն է եղել այդ հարցումների ժամանակ ձեր գնահատմամբ ընդհանուր առմամբ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում թե չէ, եւ հարցվածների մեծ մասը պատասխանել է այո, այնտեղ միանշանակ այո, ավելի շատ այո, քան ոչ այդ բանով, բայց մեծամասնությունը ամեն դեպքում պատասխանել է այո։ Ինչը նշանակում է, որ չկողմնորոշվածների մեջ եթե որոշեն գնալ ընտրությունների, այնպես չի, որ ընդդիմադիր հատվածը ավելի մեծ տոկոս է կազմում, քան պրոիշխանական հատվածը։
Այսինքն ում շանսերը ավելին կլինեն, եթե այդ չկողմնորոշված հատվածը Նորից ես կոնկրետ այդ հարցին չեմ կարող պատասխանել, նորից եմ կգնում, բայց դա կարա ազդի պատկերի փոփոխությունների վրա։ Պարոն Քոչինյան, այս ընթացքում ենթադրյալ ընտրակաշառքների մասին իշխանական կողմից բնականաբար մեղադրանքներն ընդդիմադիր դաշտին են վերաբերում, բայց ընդդիմադիր դաշտում նաև կան կուսակցություններ, որ ասում են, թե գործող իշխանությունն է վարչական ռեսուրս կիրառում։ Ենթադրյալ ընտրակաշառքները, ենթադրյալ վարչական ռեսուրսի կիրառումը եւ նաեւ ռեսուրսները ֆինանսական որքանով են ազդելու այս խորհրդային ձևավորման վրա։ Մենք ունենք բավականին լուրջ դիտորդական կարողություններ այս երկրում, անկախ դիտորդ դաշինքը եւ այլն, որոնք որ ես ակնկալում եմ, որ այդ օրին շատ լուրջ աշխատանք են թե տանելու հենց ընտրությունների օրը եւ իրանց գործերից մեկը լինելու է փորձել ֆիքսել երկու կողմերի մեղադրանքներից ինչն է իրականություն, ինչը չէ, սա մեկ։ Երկրորդը Հայաստանում բոլորը ունեն հնարավորություն իրավապահ համակարգին դիմելու եւ դատական համակարգին դիմելու ենթադրյալ հանցագործությունների հետ կապված սա երկու, եւ երրորդը ամեն դեպքում ընդդիմությունը հայտարարել է համակարգային կերպով ուրեմն ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելու մեղադրանք ներկայացրել է ընդդիմությունը։ Համակարգային չէ, բայց օրինակ Թաթոյանի ուժն ասում էր ձայնագրությունները հրապարակել, որ դրանով կոչ էին անում տնօրեններին մասնակցել, դա վարչական ռեսուրսի չարաշահում էին կամ օգտագործում էին ներկայացնում եւ ուժեղ Հայաստանի դեպքում էլ ասվել էր, որ կարծիք էր այդպիսի, որ կարող է իշխանությունը տարբեր քայլերի դիմել եւ կեղծել ընտրությունները, թե ինչպես դեռ չէին ասել, բայց ամեն դեպքում կարծիք կա նման։ Կեղծելու հետ կապված մի նկատառում եմ ուզում անեմ, սա հաճախ Չնայած իրենք 100% հաղթանակ են պատկերացնում, բայց իրենք հաճախ լռում են դրա մասին, բայց եկեք ձեր հետ ֆիքսենք, որ Հայաստանում կա երկու գործիք, որը որ աշխարհում շատ քիչ տեղ կա, եթե ընդհանրապես կա։ Մեկը մինչև ընտրությունները Հայաստանում հրապարակվում ընտրողների ցուցակները, եւ հիմա դրանք հրապարակված են յուրաքանչյուր ընտրական տեղամասում, փակցված են այլևս ցուցակները, չէ։ Եվ երկրորդ ուրեմն գործիքը ընտրություններից հետո փակցվում են, հրապարակվում են ընտրություններին մասնակցածների ցուցակները։ Այս երկու գործիքը համատեղ գրեթե բացառում են մասսայական լցորումների ընտրակեղծարարության հնարավորությունները, որտեղ դրա մասին արդեն հիմա խոսել ինձ թվում է բայց եթե մարդիկ տեղի չեն ունենում, այլ մեթոդներ գուցե իրանք նկատի ունեն, չգիտեմ, բայց լցոնումների մասին է։ Դե հենց դա եմ ուզում ասեմ, որտեղ պետք է երբ ասում են կեղծելու են ընտրությունները կեղծելու ձևը լցոնումներն են, ուրիշ ոնց են կեղծում ընտրությունները։ Ուրիշ դուք կարաք ասեք, որ կազմակերպում են մարդկանց քվեարկությունը, կարաք ասեք ստիպում են մարդկանց քվեարկությունը, կարաք ասեք Ռուսաստանից մարդ են բերում քվեարկելու, բայց երբ որ ասում եք ընտրությունները կեղծում են, դա է լցոնումն աստեղության կեղծելու հիմնական գործիքը, հիմնական միջոցը, բայց ոնց որ կոնկրետ դեպքից գնանք նորից այդ ընդհանուրին։ Նորից եմ ուզում կրկնեմ, որ հայտարարությունների մասին չի ստեղ քաղաքական ուժերի, այլ կոնկրետ իրավական գործողությունների։ Եթե քաղաքական ուժ կգտնվի Հայաստանում, որը որ կհամարի, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են, ապա կա դրա հստակ իրավական ուրեմն ձևաչափը դա աշխատելու, դա մեկ, եւ երկրորդը ուրեմն այն հրապարակումները, որոնք որ մենք տեսել ենք massայական ընդ որում արդեն կարելի ասել, հա, որովհետեւ ես մենակ ես մի 100-ից ավել նման աուդիո եւ վիդեո ձայնագրություններ եմ լսել։ Դրանք բոլորը եղել են կոնկրետ քաղաքական ուժերի աջակիցներ, հիմնականում մեկ քաղաքական ուժի աջակիցներ։ Վերջին հարցը, ձեր կարծիքն է սա, ինչպիսի պատկեր է մեզ սպասվում հունիսի 7-ից հետո խորհրդարանում, մոտավոր պատկերացնում եք ինչպիսի քաղաքական մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանում իրավունքի ուժով առնվազն 3 ուժ պետք է լինի խորհրդարանում, որոնցից 2-ը պարտադիր են դիմադիր, գիտենք դա ձեզ հետ։ Դա նշանակում է, որ անգամ եթե չի լինում երրորդ ուժ, որը իր շեմը հաղթահարում է, ապա նախորդի ժամանակ ՀԿ-ի պարագայում։ Ապա իրավունքի ուժով ինքը պետք է մտնի խորհրդարան։ Եվ ուրեմն այս պայմանությամբ կարող ենք ասել, որ երաշխավորված է առաջին երկու տեղերը, առաջինը իմ կարծիքով ներողություն իշխող ուժն է, երկրորդ տեղը ուժեղ Հայաստանը։ Իսկ ինչ տոկոսներով։ Տոկոսները դու չեմ կարող ասեմ, ես ո բախտագուշակ չեմ։ Երրորդ տեղը ես կարծում եմ չկա ուժ, որը որ երաշխավորված է, որ հաղթահարում է իր անցողիկ շեմը։ Նույնիսկ Քոչարյանի ուժը։ Դուք ֆիքսեք, որ Քոչարյանին պետքա 8%, ոչ թե 4%, որտեղ ինքը դաշինքով է որոշ է գնալ։ Եվ ես շատ կասկածելի եմ համարում հնարավորությունը, որ ինքը ուրեմն 8% կարողանա 8%-ի շեմը կարողանա հաղթահարել։ Օրինակ Ծառուկյանին անհրաժեշտ է ընդամենը 4%։ Ես կարծեմ ավելի հավանական է, որ Ծառուկյանը իր 4-ը կարողանա վերցնել, քան Քոչարյանը իր 8-ը, հա։ Այս 4-ից բացի մնացած բոլորի խորհրդարանանցները կարան կանվանեն Kinder Surprise։
Իսկ իշխանության պարագայում դուք ինչ եք մտածում բացարձակ մեծամասնություն Սահմանադրական մեծամասնություն այո, նկատի ունեք։ սահմանադրական կհավաքեն, թե այսինքն 65+ կունենան, թե 50+1 Չեմ կունենան։ բացառում, բայց նաև բավականին թերահավատ եմ։ Շնորհակալ եմ Ես եմ զրույցը։ շնորհակալ։ Զրուցակիցս Արեգ Քոչինյանն էր, կհանդիպենք։